Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվում է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության ֆոնին։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների դադարը երկարաձգվում է մինչև ապրիլի 6-ը։ Նրա խոսքով սա հնարավորություն է տալիս բանակցությունների, սակայն Թեհրանը մերժում է այդ նախաձեռնությունները։ Իսրայելը միաժամանակ ուժեղացնում է հարվածները Իրանի եւ հարավային Լիբանանի ուղղությամբ։ Հորմուզի նեղուցի փակումը մեծացնում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամի վտանգը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իրանի եւ Ուկրաինայի պատերազմները կարող են արմատապես փոխել համաշխարհային կարգը։ Նա ընդգծել է, որ դրանց հետևանքները կզգացվեն ամբողջ սերնդի ընթացքում։ Էներգետիկ ճգնաժամը արդեն ճնշում է տնտեսությանը եւ սպառողներին։ Լոնդոնը քննարկում է նոր աջակցության մեխանիզմներ։ G7-ի շրջանակում ընթանում են ինտենսիվ բանակցություններ։ Մեծ Բրիտանիան պահանջում է ապահովել Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը։ Սթարմերը կոչ է անում դաշնակիցներին ավելի կոշտ քայլերի։ Պենտագոնը քննարկում է Ուկրաինային տրամադրվող օգնության մի մասը մերձավոր Արևելք տեղափոխելու հարցը։ Դա պայմանավորված է Իրանի շուրջ լարվածության աճով։ Կիևում այս լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել։ Վոլոդիմիր Զելենսկին փորձում է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Մեծ Բրիտանիան խոստանում է լրացուցիչ աջակցություն, սակայն ԱՄՆ-ի հնարավոր կրճատումները կարող են փոխել ուժերի բալանսը։ Ստամբուլում մեկնարկել է Stratcom Summit 2026-ը, այն նվիրված է տեղեկատվական սպառնալիքներին։ Քննարկվում են ապատեղեկատվությունը եւ կիբերանվտանգությունը։ Թուրքական ղեկավարությունը կոչ է անում համագործակցության, մասնակցում են միջազգային փորձագետներ։ Քննարկվում է նաև սոցցանցերի ազդեցությունը։ Ֆորումը տեղի է ունենում լարված իրավիճակում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պետությունների տեղեկատվական ինքնիշխանության պաշտպանությանը։ Համաշխարհային շուկաները կտրուկ անկում են ապրում։ Նավթի գինը գերազանցել է $110 մեկ բարելի դիմաց։ Ներդրողները անցնում են ապահով ակտիվների։ Բորսաները նվազում են ամբողջ աշխարհում։ Պարտատոմսերի եկամտաբերությունը աճում է։ Հորմուզի նեղուցի փակումը մեծացնում է ռիսկերը։ Տնտեսագետները խոսում են ճգնաժամի մասին։ Կենտրոնական բանկերը կարող են վերանայել իրենց դրամավարկային քաղաքականությունը։ Գնաճի աճը արդեն ազդում է բնակչության կենսամակարդակի վրա տարբեր երկրներում։ Նախագահ Թրամփը կտրուկ քննադատել է ՆԱՏՕ-ին, հայտարարելով, որ դաշինքը չի արդարացրել իր սպասումները Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամում։ Նրա խոսքով եվրոպական երկրները խուսափում են ուղիղ ներգրավվածությունից եւ բավարար աջակցություն չեն ցուցաբերում Վաշինգտոնին։ Թրամփը նույնիսկ ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել իր մասնակցությունը դաշինքում։ Այս հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել եվրոպական մայրաքաղաքներում։ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ղեկավարները փորձում են մեղմել լարվածությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն G7-ի շրջանակում ակտիվ բանակցություններ է վարում, փորձելով համախմբել դաշնակիցներին Իրանի դեմ ավելի կոշտ դիրքորոշման շուրջ։ Սակայն Ֆրանսիան եւ Գերմանիան զգուշավոր են եւ կոչ են անում խուսափել ռազմական էսկալացիայից։ Եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ հակամարտության խորացումը կվնասի գլոբալ տնտեսությանը։ Ռուբիոն ընդգծել է նավթային երթուղիների անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունը։ G7-ի միասնական դիրքորոշումը շարունակում է մնալ անորոշ։ Իսրայելի կողմից իրականացվող ավիահարվածները հարավային Լիբանանում հանգեցրել են ծանր հումանիտար իրավիճակի։ Հարվածների հիմնական թիրախը Հեզբոլահի դիրքերն են, սակայն տուժում է նաև քաղաքացիական բնակչությունը։ Հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, փախչելով մարտական գործողություններից։ Միջազգային կազմակերպությունները ահազանգում են մարդասիրական ճգնաժամի մասին։ Տարածաշրջանում ենթակառուցվածքները մեծ վնասներ են կրել։ ԱՄՆ ռազմաբազաները նույնպես ենթարկվել են հարվածների, ինչը մեծացնում է հակամարտության մասշտաբը։ Մերձավոր Արևելքի ճգնաժամը արդեն ուղղակի ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա։ Նավթի գների աճը հանգեցնում է գնաճի բարձրացման եւ սպառողական վստահության անկման։ Մեծ Բրիտանիայում նվազել են մանրածախ վաճառքները եւ արտադրական ակտիվությունը։ Ասիայում եւ Եվրոպայում նույնպես նկատվում է տնտեսության ակտիվության նվազում։ Կառավարությունները փորձում են մեղմել ազդեցությունը սոցիալական ծրագրերով։ Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ կոչ են անում անհապաղ սկսել խաղաղ բանակցություններ Մերձավոր Արևելքում։ Պեկինը հայտարարել է, ռազմական ճանապարհով լուծում հնարավոր չէ։ Միջազգային կազմակերպությունները նույնպես ընդգծում են քաղաքացիական բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը։ Դիվանագիտական ճնշումը աճում է բոլոր կողմերի վրա, սակայն հակամարտող կողմերը շարունակում են ռազմական գործողությունները։